Ողջույն սիրելիներս, ձեզ հետ է Աստղաբան Սոնա Հակոբյանը, ուրախ եմ, որ մենք միասին շփվում ենք այստեղ, խնդրում եմ հետադարձ կապ մեկնաբանություններով կամ անձնական նամակներով շփվեք, որ ես զգամ իրապես ձեր գոյությունը եւ ավելի ոգեշնչված շարունակեմ այս գործունեությունը։ Մենք խոսում ենք երկորյակներից, այն իրավիճակից, որ այս պահին երկնքում մինչև 27 թվականի հունիսի 3-ը Սատուրն մոլորակի տրանզիտն է եւ 10-րդ տանը, քանի որ այն ձկների համաստեղության մեջ է, եւ մենք գիտենք, որ երկորյակները չեն սիրում շատ տենց նստակյաց աշխատել, իրենք օդի տարերք են, իրենք սիրում են շփում, շարժում, ակտիվություն, իսկ 10-րդ տանը Սատուրնը ձկների մեջ նրանց տենց լավ տեղին նստեցնում է աշխատավայրում, տրամադրում է, որ իրենք պետք է անդրադրամադրված լինեն ծառայելու, որտեղ ձկները ծառայելու եւ պատրաստակամության եւ նույնիսկ ինքնազոհաբերության միտում ունեն, ու ստացվում է Սատուրնը ձկների մեջ աշխատավայրում, երկորյակները մինչև 27 թվականի հունիսի 3-ը պիտի կարողանան կոլեկտիվի անդամներին, տնօրենին, պատրաստական ամեն ինչով օգտակար լինեն։ Եվ քանի որ Սատուրնը ասպեկտ է գծում 4-րդ տուն երջանկության տարածք, իրենք մի տեսակ, չնայած որ դրական տրամադրվածություն ունեն, բայց մի տեսակ երջանկության զգացումը այնպիսին չի, ինչպիսին առաջ էր, առաջարկս այսպիսինն է, որ եւ տանը եւ աշխատավայրում նախապես թեկուզ թղթի վրա, թեկուզ մտքում կազմակերպեն իրենց առօրյան, տանը ինչ պետք է անեն, աշխատավայրում ինչ պետք է անեն եւ այն պահերին, որ իրենց թվում է, որ իրենք ուզում են ցենց թողնեն ու փախչեն այդ իրավիճակը, բացեն ու կարդան հաջորդ պունկտը որն է եւ այսպեսի մի առաջարկել ունեմ, որ երկորյակները շատ ծանր չտանեն այս տրանզիտը իրենց ցուցակի մեջ, թե տնային գործերի, թե աշխատանքային պարտականությունների նշեն նաև այն կետերը, որոնք որ իրենց զվարճության, հանգստանալու եւ ժամանցի համար են։ Եվ միայն այդ դեպքում նրանք հաճույքով կկազմակերպեն իրենց աշխատանքային գործունեությունը, տանը կկարողանան նույնպես եւ աշխատանքային պարտականություններ անել եւ ընտրել թեթև ու հետաքրքիր ժամանցային իրավիճակներ ու ունենան երջանկության զգացում։ Հետևեք, կարծում եմ ձեզ համար տրանզիտը հրաշալի կանցնի։ Հաջորդ թեման մյուս նյութում։